Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես այս կիրակի վարչապետը կմասնակցի պատարագի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա հավելել է, որ այդ մասին հավելյալ հայտարարություն կանի։ Վարչապետը խոսել է նաև պետական մարմիններում աշխատավարձերի մասին, պատասխանել խոշոր պարգևավճարների վերաբերյալ հարցին։ Պատարագի պատրաստվում եմ մասնակցել Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, դրա մասին լրացուցիչ հայտարարություն կարող եմ կանեմ, բայց արդեն արեցի, սովորաբար ուրիշ ֆորմատով եմ անում, երևի այդ ֆորմատով էլ կանեմ։ Մենք այս տարվանից, այսինքն 2025 թվականից, այո, ներդրում ենք արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, եւ մենք նաեւ հրաժարվում ենք պետական կառավարման այն համակարգից, երբ որ բոլորը համատարած ստանում են նույն դրույքաչափերը։ Սա կառավարելիությունը նվազեցնում է եւ մյուս կողմից մոտիվացիաները նույնպես նվազեցնում է։ Երբ որ մարդը, ով որ ավելի շատ ջանք է գործադրել, ավելի շատ արդյունք է արձանագրել, ստանում է նույն չափի վարձատրություն համեմատ մյուսի, ով որ այդքան էլ ջանասեր չի գտնվել, եւ սա նաեւ քանի որ քաղաքական պատասխանատվությունը ղեկավարների վրա է, ղեկավարների ուսերին է, ղեկավարներին էլ մոտիվացիոն ճիշտ համակարգեր ստեղծելու խոչընդոտներ է ստեղծում եւ մենք պիլոտային համակարգ ենք ներդնել եւ մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգը այո, արդեն հասել է այդ կետին, որ պետք է նախ վարձատրությունները պետք է պետական համակարգում լինեն մրցունակ մասնավորի հետ, հակառակ դեպքում մենք նոր էլ խոսեցի, չգիտեմ հետևում եք կառավարության նիստին թե չէ, եթե մենք ասում ենք 2017 թվի համեմատ պետական բյուջեի եկամտային մասը 130% ավելացել է, այդ նշանակում է պետական կառավարման համակարգը 130%-ով ավելի շատ ջանք է ներդնում նախ այդ արդյունքը արձանագրելու համար, բայց բյուջեն հավաքելուց հետո նաև արդյունավետ ծախսման խնդիր կա։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ ավելի ու ավելի պրոֆեսիոնալ դառնալու մղումը ճիշտ մոտիվներ գործեն պետական կառավարման համակարգում։ Նախ դրսից ոչ միայն պետական համակարգից լինի հոսք դեպի մասնավոր հատված, այլ մասնավոր հատվածից դեպի պետական հատված։ Դրա համար պետք է վարձատրությունների գոնե համեմատելի հնարավորություն լինի եւ երկրորդից համակարգի կարևոր առանձնահատկությունը։ Մենք լրացուցիչ վարձատրության մեջ դրել ենք պարտադիր պայման, որ լրացուցիչ վարձատրություն ստացողը դրա որոշակի տոկոսը, եթե չեմ սխալվում 10%-ը, պետքա ծախսի իր կրթական եւ պրոֆեսիոնալ հատկությունները զարգացնելու ուղղությամբ, այսինքն պետքա ինչ որ դասընթացների մասնակցի, իր կրթության վրա պետքա ներդրում անի եւ ես կարծում եմ, որ մեր պետությունը հասել այն կետին, որ մենք այսպիսի ներդրում պետքա անենք պետական կառավարման համակարգի հետ եւ ամբողջ բուրգով այդ համակարգը ներդրվում է, սա նաեւ պետության դերը նշանակությունը եւ պետությունը զարգացնելու եւ ուժեղացնելու մեր ռազմավարությունների շրջանակը։ Առողջապահության նախարարը ներկայացրել է համընդհանուր ապահովագրական փաթեթը ձևավորելու, փոփոխություններ եւ լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա բուժօգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ըստ նախարարի սահմանվել են նաեւ դեղորայքի ցանկերը, թե ինչից կարող են օգտվել քաղաքացիները։ Հանահիտ Ավանեսյանը դարձյալ ներկայացրել է այն խմբերը, որոնք առաջին փուլով են ընդգրկվելու համակարգում։ Մինչև 18 տարեկանները, 65 տարեկանից բարձր քաղաքացիները, 200,000 դրամից ավելի ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված ինձեռայողների ընտանիքները, ընդհանուր 1,600,000 մարդ։ Նիկոլ Փաշինյանը դիմել է հանրությանը կոչ արել հունվարի 1-ից չգրոհել բուժկենտրոնները, սև ուրբաթ չէ, համակարգը միշտ գործելու է։ Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Չէ, հիվանդանալը ուրիշ խնդիր է, բայց չգրոհել, ուղղակի որովհետև գրոհը հիվանդության մասին չի, հիվանդանալ չհիվանդանալու մասին չի, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս։ Մեր փորձը ցույց է տալիս, որ սովորական պայմաններում, երբ որ մարդը, գիտեք ինչ, 21-րդ դա այսօր տեխնիկան այնքան է զարգացել, ասում եմ,
Ում ուզում եք բերեք։ Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ եւ այլն, կգտնենք անպայման մի բան, որը պետքա բուժել։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։ Հիմա եւ մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետքա ստուգումներ լինեն ամեն տարի եւ այլն, եւ դա ճիշտ ճանապարհ է, որ MRT-ով մենք միջև բջջային մակարդակ գնանք եւ կանխենք այնտեղ, որպեսզի այս փուլում կանխելու համար կարող է մեզ պետք լինի ծախսել 10,000 դրամ, իսկ ամեն հաջորդ փուլում այդ խնդրի հետ առնչվելիս պետական ծախսն է ավելանալու եւ մարդու առողջության վիճակն էլ վատանալու է, բայց ելի եմ ասում, պետք չի հունվարի 1-ից գրող ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետեւ ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Սա ինչի համար եմ ասում։ Օրինակ, դա էլ պետք է հասկանալ, որ առողջության ապահովագրության համակարգը ինքը կառավարման անհրաժեշտություն ունի։ Եթե համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Եվ հետևաբար ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ հանրությունը նույնպես, ոչ միայն կառավարությունը, հանրությունը նույնպես նոր ձևավորվող համակարգի նկատմամբ ունենա նույն վերաբերմունքը, դա իրանն է, դա կառավարությանը չի։ Այս համակարգը, որ մենք ներդնում ենք, դա կառավարությանը չի, դա քաղաքացիներինն է։ Եվ հետևաբար պետք է նաև որոշակի ըմբռնում ձևավորվի։ Հաջորդը, հիմա ես համոզված եմ, ինչ եմ ասում, ցանկացած էլի իմ համոզմունքը, բարեփոխումը միջև չհանդիպի իր խնդրին, ինքը կենթանություն չի ստանալու։ Ելնելու են խնդիրներ, աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական եւ այլն։ Հիմա սոցիալական ցանցերում փոթորիկներ մեծ հավանականությամբ չեն լինի ավելի լավ, բայց համոզված եմ, որ առիթ կօգտագործեն նաեւ, որ դա ապոկալիպսիս չի։ Ես հավաստիացնում եմ։ Այն բանը, որ այսինչ կայքը 10 վայրկյան ուշ բացեց, դա չի նշանակում, որ երկիրը կործանվում է, դա չի նշանակում, որ աշխարհը քանդվում է, դա չի նշանակում, որ կյանքը ավարտվում է։ Այսինքն համակարգ ենք մեր ներդնում, որ պետքա համակարգ ինքն էլ պետքա ադապտացվի եւ ադապտացվելու է որոշակի սխալների եւ բացթողումների արդյունքում, բայց մենք համոզված ենք, որ այսինքն սովորական ռեժիմով պետք է աշխատենք, չնայած կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն դեպքում կաշխատի արտակարգ ռեժիմով, այսինքն եւ կառավարության մակարդակով եւ նախարարության մակարդակով օպերատիվ խմբեր են ձևավորվել եւ ավելին մենք հունվարի 5-ին արդեն առողջապահության նախարարությունում կհավաքվենք ամփոփելու 2025 թվականի առաջնահերթությունների կատարման արդյունքները, առաջնահերթություններից մեկը առողջության ապահովագրության համակարգն է եւ տեսնել առաջին աշխատանքային օրով ոնց է աշխատում համակարգը, ինչ է անում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ինչ է իմ հիմնական ուղերձը, որ մենք սովորական վերաբերվենք, սա սև ուրբաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրբաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ։ Հետևաբար մենք մի հատ այդ կոവിഡ്ի ժամանակներից այդ բառը սովորել եմ։ Մենք մի հատ ինքներս մեծ տրիաժ պետք է անենք, հետո առողջապահության առաջնային համակարգը պետք է տրիաժ անի, այսինքն բան անի, հայերենով տեսակավորել ենք, լավ չի հնչում, դրա համար մյուս բառն եմ օգտագործում, այսինքն այն հին ժամանակներում
առողջության ապահովում այս համակարգիները մենք ո՞նց ենք վերաբերվել, ասել ենք դե լավ դե, այսինքն միջև դանակը ոսկորին չի հասել, մենք բժշկի չենք դիմել, դա վատ է, բայց հիմա դանակը մի կիլոմետր հեռավորության վրա պետք չի բժշկի դիմել, պետք է հանդարտ պայմաններում թողել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ, պնդի, կայանա եւ այլն եւ այլն։ Առողջ մնալն ամենաէժան բանն է, կարծում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, և ծխելն է ծախս, և խմելն է ծախս, և շատ ուտելն է ծախս, առողջ մնալն ամենամատչելի բանն է, որ կարող ենք անել, ընդամենը ճիշտ վարքագծով, ասել է Արսեն Թորոսյանը։ Օրինակ վազելու համար փող պետք չէ, պետք է մի զույգ կոշիկ, որը 20,000 դրամ է։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Այսինքն ծխելը կյանքի հաճույք է։ Բայց ես ասում եմ, երբ մարդ, որը ծխել է, ընդ որում տեն շատ է ծխել։ Ես ասում եմ, դա հարգելին է, դա բացարձակապես այդպես չի։ Եվ հետեւաբար ընդ որում մենք էլ պետք է տեղից էլ պետք, որ մենք հիմա պետք է ինչ-որ մի հատ սենց բան կա, լծակ կա, այդ լծակը քաշենք եւ այդ հարցը պետք է լուծվի։ Տենց էլ չի լինում։ Մենք շարունակաբար հետեւողական պետք է խոսենք, պետք է համակարգեր ստեղծենք, պետք է հիմա նույն առողջ ապրելակերպ ենք ասում, հա։ Մարզի բնակիչը առողջ ապրելակերպի ենթակառուցվածքի նույն հասանելիությունը չունի։ Եվ այդ է պատճառը, որ մենք բան ենք անում, որ մենք այդ մարզական կենտրոնների նախագիծն ենք անում, որպեսզի բոլոր տեղերում այդ հասանելիությունը լինի։ Համեցեք։ Կարճ բան ասեմ, պարոն վարչապետ, իրականում ստեմն փոքր գաղտնիք կա, առողջ մնալը ամենաէժան բանն է, ամենամատչելի, դրա համար փող պետք չի ընդհանրապես, ոչ է մարզասրահ է պետք, կրթություն է պետք մեզ ընդհանրապես դրա համար։ Կրթության համար է փող պետք։ Այո, կրթության համար պետք է, մենք էլի հանգում ենք դրան, որտեվ սա պարզ գիտելիք է, որ երբեմն չունենք, որտեվ նույն ձեր բերած բոլոր օրինակները իրանք են ծախս, եւ ծխելն է ծախս, եւ խմելն է ծախս, եւ շատ ուտելն է ծախս, առողջ մնալը ամենամատչելի բանն է, որ մենք կարող անենք մեր պարզապես ճիշտ վարքագծով, որտեվ նույն սննդի այդ ընտրությունը, որ մենք երեխաներին պետք է սովորացնենք, ինչ սնունդ օգտագործեն եւ այլն, եւ այո դուք ճիշտ եք ասում, մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրում անելը լավ է, կարեւոր է, որտեվ այնտեղ մի քիչ ավելի բազմաֆունկցիոնալ են իրանք, լող եւ այլն եւ այդպես, բայց օրինակ վազելու համար փող պետք չի, մենակ կոշիկ է պետք, մի զույգ, որը 20,000 դրամ է։ Մուժիկին պետք է մի զույգ կոշիկ։ Շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025-ի հոկտեմբերի 24-ի տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքը։ Հիշեցնեմ, օրենքում փոփոխություն անելու նախագիծն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին։ Փոփոխությամբ նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել, հասցնելով 2-ի։ Միևնույն ժամանակ վերացնելով կրթական մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Նա ընտրություններին կմասնակցի սոցիալ-դեմոկրատական ուղղվածության նոր ուժ կուսակցությամբ։ Բարև ձեզ ելի հայնակիցներ, ինձ ես վերջերս շատ են հարցնում, արդյոք մյուս տարի մասնակցելու ենք ընտրություններին թե ոչ, քանի որ այսօր սենց սափրված եմ, մազերս կարծես թե նորմալ սանրված է, երբ սենց առիթ կլինի, ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այո, մենք մասնակցում ենք մյուս տարվա ընտրություններին, մասնակցում ենք մեր թիմով, այն է նորուժ կուսակցությունով, սա մեր կուսակցությունն է, որը ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին, դե բնականաբար են համագումարը, որ սենց դրոշները կախում են, սենց լուրջ դեմքերով, փողկապերով դուրս են գալիս, ելույթներով ներում, այդ ամեն ինչը կանենք, որ չասեն չեն կարել, ծրագիր ունենք, կներկայացնենք, չնայած ոչ մեկ չի կարդում, բայց այնուամենայնիվ կխնդրեմ ծանոթանալ ծրագրին, որովհետև բավական հետաքրքիր կետեր կան այնտեղ,
Մի խոսքով, այս ամեն ինչը կանենք, բայց այս պայն ուզում եմ արձանագրել, որ մենք անպայման մասնակցում ենք մյուս տարվա ընտրություններին։ Դե, սրանից հետո բնականաբար հեսա ԿՊՆ-ի այդ ֆեյքերի ֆաբրիկան, այն զավոդը, հեսա խոդատալու ոնց։ Հայկը ախր Քոչարյանի հետ է հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոննա, տալուշու չէ բանը, Չեխիայի շպիոննա, սախտաները ընդեղա, երեխեքը Չեխիայի քաղաքացին սաղին ազատել է բանակից, չնայած կես աղջիկ են, կեսներ 18 տարեկան չկան, կապ չունի, սաղին ազատել է։ Դե բանը չմոռանաք են կլոունը, մեյմունը, մի խոսքով էլ ենգի բարևի սաղ այդ պատմությունները կասեք, ոչ իմ մի խոսքով խոդ եք տալի այդ ամեն ինչ են բաները, ադրբեջանական բանը, բենզինը ստացրեք, դրանով լավ ոնց որ խոդ են գնում, ձեր սաղ fake news-երը, խոդ տվեք, մինչև այս տոները հասնի, մենք էլ տենանք ինչ ենք անում։ Մինչ նոր հանդիպում։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Մեկ տասնյակից ավելի երկրներ դատապարտել են Իսրայելի կառավարության կողմից օկուպացված Արևմտյան ափում 19 նոր բնակավայրի կառուցման հաստատումը, նշելով, որ դա խախտում է միջազգային իրավունքը եւ անկայունություն հրահրում։ Մենք կոչ ենք անում Իսրայելին չեղարկել այս որոշումը, ինչպես նաև բնակավայրերի ընդլայնումը։ Նշվում է Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Մալթայի, Նիդերլանդների, Նորվեգիայի եւ Իսպանիայի կողմից տարածված համատեղ հայտարարությունում։ Ըստ հայտարարության նման միակողմանի գործողությունները ոչ միայն խախտում են միջազգային իրավունքը, այլև կարող են անկայունություն հրահրել։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X միկրոբլոգում գրառման մեջ մերժել է օտարերկրյա պետությունների հայտարարությունը, նշելով, որ որոշման նպատակն է օգնել լուծել Իսրայելի առջև ծառացած անվտանգության սպառնալիքները։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափում 19 նոր հրեական բնակավայրի կառուցման առաջարկը։ Հոնդուրասի ազգային ընտրական խորհուրդը նախագահական ընտրություններում հաղթող է հայտարարել ազգային կուսակցության ներկայացուցիչ Նասրի Ասֆուրային, որին աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ասֆուրան ստացել է ձայների 40.3%-ը, չնչին տարբերությամբ առաջ անցնելով աջ կենտրոնամետ լիբերալ կուսակցությունից իր մրցակից Սալվադոր Նասրալայից, որը ստացել է ձայների 39.5%-ը։ Հոնդուրաս, ես պատրաստ եմ կառավարելու, ես ձեզ չեմ հիասթափեցնի, X-ում գրել է Ասֆուրան։ Նասրալան իր հերթին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, սակայն միևնույն ժամանակ իր աջակիցներին կոչ է արել հանդարտություն պահպանել։ Քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, սակայն քվեաթերթիկների հաշվարկը 2 անգամ հետաձգվել էր տեխնիկական խնդիրների պատճառով։ Ավելի վաղ Թրամփը Հոնդուրասի բնակիչներին կոչ էր արել քվեարկել Ասֆուրայի օգտին, նշելով, որ նա ազատության բարեկամն է։ ԱՄՆ նախագահը նաև սպառնացել էր դադարեցնել ֆինանսական աջակցությունը Հոնդուրասին, եթե Ասֆուրան չհաղթի։ Հնդկաստանը պետք է ապահովի իր երկրի էներգոանվտանգությունը եւ կախված համաշխարհային շուկայի կոնյունկտուրայից կարող են շտկումներ լինել Ռուսաստանից Հնդկաստան նավթի ներմուծման ծավալում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Բինայ Կումարը։ Հնդկաստանի քաղաքականությունը նախ էներգետիկ անվտանգության ապահովումն է 1.5 միլիարդ մարդու համար։ Երկրորդ մենք ունենք ածխաջրածնային արտադրանքի մատակարարումների դիվերսիֆիկացված աղբյուրներ։ Հնդկական ընկերությունները արտադրանք են գնում արտասահմանից, քանի որ դա կարող է ավելի գրավիչ լինել առևտրային տեսակետից։ Սակայն ես չեմ կարող ստույգ ասել, թե այս կամ այն ապրանքի գնումները որ մակարդակով են ընթանում կամ որ ընկերությունից կգնի այն, ասել է դեսպանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանը պլանավորում է պահպանել Ռուսաստանից նավթի ներմուծման նախկին ծավալները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 50% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ, բարձր մաքսատուրքերը պատճառաբանելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումներով։ Ռուսական ուժերը գիշերը կրկին հարձակում են գործել Օդեսայի մարզի նավահանգստի եւ արդյունաբերական ենթակառուցվածքների վրա, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերին։ Պաշտոնյան նշել է, որ հարձակման հետևանքով վնասվել են վարչական, արտադրական եւ պահեստային շենքեր։ Որոշ օբյեկտներում հրդեհներ են բռնկվել, որոնք մարվել են փրկարարների կողմից, սակայն նա չի նշել, թե ինչ օբյեկտների մասին է խոսքը։ Ըստ Կիպերի փլատակներում հայտնաբերվել է 1 զոհի մարմին, 2 մարդ վիրավորվել է։
Թայլանդի բանակը վերահսկողություն է հաստատել 225-րդ ռազմավարական բարձունքի նկատմամբ Կամբոջայի սահմանակից Սուրինի նահանգում։ Այդ մասին հայտարարել են Թայլանդի ցամաքային ուժերի երկրորդ ռազմական շրջանից։ Թայլանդի զորքերն ավելի վաղ վերահսկողություն են հաստատել 225-րդ բարձունքից ոչ հեռու գտնվող Թակ Վայ Հինավուրց տաճարային համալիրի նկատմամբ, այդ շրջանից դուրս մղելով կամբոջական ուժերին։ Կամբոջայի եւ Թայլանդի սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են մեկը մյուսին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք վիճաբանություն ու ծեծկրտուք է տեղի ունեցել 3 Երևանում ժամը 22-ի սահմաններում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ծեծկրտուքի հետևանքով պոլիտրավմա ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Գ.Օն է։ Ժամը 21-ի սահմաններում անչափահասները վիճել են անձնական հարցերի շուրջ, որի ընթացքում հարվածել են Գ.Օ.ի մարմնի տարբեր մասերին, պատճառելով վնասվածք։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության բաժին։ Եվ եղանակ հանրապետության տարածքում վաղն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ լեռնային եւ նախալեռնային գոտունձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, Երևանում էլ եղանակը կլինի առանց տեղումների, բայց դեկտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ բարձրադիր գոտունձյան տեսքով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։